Ես հասկանում եմ, որ քո համար շատ դժվար է, բայց դու միակ մարդը չես, որ քեզ որդե գրել են, միակ մարդը չես, որ սենց իրավիճակում ես հայտնվել, բայց դու լավ իմացի, որ դու շատ լավ մամա ունես, շատ լավ, շատ մի մտածի, որտեղ մի ամիս հետո չես հիշելու սրա մասին, ու ամել քո մաման այն մաման է, որ քեզ մեծացրել է, որ քեզ պահել է, ինձ չան որդե գրել, մայրս ինձ թողել գնացել է, հետո պապաս ամուսնացել է մամայիս հետ, իմ մամայի, այսինքն մի խոսքով պահել է ինձ։ Անելի ամեն ինչ նույնն է, քո մաման մնում է քո մաման, հաստատ իմացի ուրիշ մամա չկա, ինքն է վсё։ Ախր այն պահն է, որ ուզում եմ ասեմ, մեծ աղջիկ ես միլացի, բայց մեծ աղջիկ չես, էլի։ Փուչուր ես, սիրուն ես, համով ես։ Դրա համար էլ այդքան շատ ես լացում։ Բայց միլացի, հա, արևս։ Տեսար արդեն ժպտում ես, ուրեմն ամեն ինչ լավ է, ու հաստատ լավ է լինելու։ Ուզում եմ տուն գնամ։ Ան կգնաս, բայց մեկ լավ բան եմ մտածել, քո անունը փոխում եմ։ Սա դու քեզ փուչուր եմ ասել։ Լավ է։ Ու ասեմ, որ քեզ շատ կստազի։ Վարդան, հիմա մի բան եմ ասում, ուղղակի դու ասա ինչ կանեիր, լավ եմ փոխարեն։ Ասա։ Ես գիտեմ ով է իսկական մայրս։ Ու ինքը հիմա լավ չի։ Նույնիսկ հնարավոր է, որ մահանա։ Ինչ ուզում է տեսնի քեզ։ Հա։ Հասկանում ես, ինքը հիմա պատրաստվում է երեխա ունենալ։ Բայց բժիշկները հույս չունեն, որ կկարողանան փրկել նրա կյանքը։ Ես չեմ ուզում տեսնել իրան, հասկանում ես, որովհետև… Ան մի բացատրի, ես լրիվ հասկանում։ Դու ինչ կանեիր։ Չգիտեմ։ Վարդան, խնդրում եմ, գոնե դու ասա ինձ, որ ես պարտավոր չեմ խղճալ նրան։ Ասա, որ պարտավոր չեմ։ Ասա, խնդրում եմ։ Ինչ ես ժպտում։ Որովհետև դու արդեն խղճում ես իրեն, եթե խոսում ես դրա մասին։ Չէ։ Ես չեմ խղճում։ Ան, արինձ մի համոձ, լավ, որ քո համար մեկ է։ Քո աչքերից լրիվ երևում է, որ դու նա խղճում ես։ Ան, դու արդեն նեղվում ես, խղճում ես։ Եթե քո համար մեկ ելներ, դու հաստատ ինձ չէիր հարցնի դրա մասին։
Բժիշկը ինչ ասեց։ Հիմա դեռ ոչինչ ասել չի կարող։ Դու նորից պետք է հետազոտվես ու նոր Կպարկեմ։ այո Լիլի, այո։ Բժիշկն էլ պնդեց, որ պիտի պարկես։ Վաղ կգա նաև արտասահմանցի բժիշկը։ Դու հիմա պետք է մշտական բժիշկների հսկողության տակ լինես։ Բայց ես չեմ կարող։ Ես ճնշում այս ամեն ինչը։ Լիլա, ես քեզ տանը ամեն ինչ բացատրեցի, չէ՞։ Հա։ Լավ, Դու գնում ես։ չէ։ Հիմա չէ։ Այսօր վաղը քեզ նորից կհետազոտեն։ Վաղը արդեն պատրաստ կլինեն հետազոտության արդյունքները ու ես ուղղակի պետք է տեսնեմ բժշկին Լիլի։ Բայց դու իր հետ նոր խոսացիր, չէ։ Ես նրան հարցնելու բան ունեմ։ Գիտեմ, դու չես ուզում ինձ հետ մնաս։ Որովհետև չես կարողանում նայես ինձ։ Որովհետև գիտես, որ ես Լիլիա, խնդրում եմ, հա։ Դեռ ոչ մեկ ոչինչ չի կարող ասել, թե ինչպես կլինի։ Մենք հենց դրա համար ենք այստեղ, որ ամեն ինչ լավ լինի։ Ու խնդրում եմ, ես իրոք պետք է խոսեմ բժշկի հետ։ Տիգրան, ինչ ես կարծում, Աննան կգա ինձ մոտ։ Ես ուզում եմ տեսնեմ նրան։ Լիլիա, ես չգիտեմ։ Ես չեմ պատկերացնում նրա վիճակը։ Տիգրան, ես ուզում եմ քեզ խնդրեմ, դու Լիլիա, ես չեմ կարող, ես խնդրում եմ, ասա նրան։ լավ։ Փորձեմ։ Միայն արագացրու, խնդրում եմ։